Սիրելի ֆուտբոլասաններ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ օրվա վերջին հանդիպումն ենք ձեր ուշադրությանը ներկայացնում, որտեղ միմյանց դեմ կմրցեն Ինտերը եւ Սելտան, սա Էլիտ լիգայի 19-րդ տուրից հետաձգված հանդիպում է։ Թիմերը կողջունեն միմյանց, ես ներկայացնեմ հայտարարությունները թիմերի, միասին ծանոթանանք։ Որից հետո կմեկնարկի հանդիպումը Ինտեր դարպասը պաշտպանում է Մինաս Ղազարյանը համար 1, Ռուբեն Մանուկյան համար 4, Արման Տեր-Խաչատյանը համար 5, Մհեր Դավթյան համար 6, Մարկ Պողոսյան համար 8, Արամ Վարդանյան համար 9, Արման Նավասարդյան համար 10, Գևորգ Վարդանյան համար 17 եւ Արամ Նալտակյան համար 22։ Սելտա Վիգեն Այդինյանը պաշտպանում է դարպասը, համար 90 Միքայել Մարտիրոսյան համար 3, Ավետիս Դուրգանյան համար 4, Արման Եփրեմյան համար 5, Դավիթ Հարությունյան համար 7, Գարիկ Սենեքերիմյան համար 11, Լեո Պապյան համար 15, Արամ Ենգիբարյան համար 17, Սուրեն Ղուկասյան համար 23, Վարդգեզ Ադամյան համար 30 եւ Արություն Բոքսյան համար 77։ Ամեն ինչ պատրաստ է արդեն հանդիպման մեկնարկի համար։ Կա մրցավար Իսուլիչը Սելտան կսկսի կենտրոնից ու գնդակը հանձնում են մրցակցին Սելտայի ֆուտբոլիստները, գնացինք այս հանդիպումը միասին դիտելու։ Իհարկե քիչ առաջ մեր եթերում դուք ականատես եղաք Էլիտ լիգայի ամենավճռորոշ ու գլխավոր հանդիպումներից մեկին, ամենայն դեպս մրցաշրջանի այս հատվածի, որտեղ Վիլյարեալը կարողացավ 3-0 հաշվով առավելության հասնել Լիվերպուլի նկատմամբ ու ամրապնդվեց առաջին հորիզոնականում։ Հիմա արդեն իհարկե այս հանդիպումը որպես այդպիսին մրցաշարային աղյուսակի տեսանկյունից չեմպիոնական պայքարի մասն է, իհարկե խոսքս ոչինչ չի փոխի, բայց այնուամենայնիվ ես ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակը, որտեղ կտեսնենք միասին թե որ հորիզոնականում են գտնվում այս թիմերը եւ այսպես նրանք մրցաշարային աղյուսակում հարևաններ են, այո, Սելտան 18 անցկացած հանդիպումից հետո ունի նույնքան միավոր, իսկ Ինտերը 18 անցկացած հանդիպումից ունի վաստակած իր ակտիվում 9 միավոր, այնպես որ նույնիսկ թիմերի հաղթանակի կամ պարտության դեպքում մրցաշարային աղյուսակում իհարկե այս խաղից ոչինչ չի փոխվի, ընդհակառակը թիմերը արդեն փորձում են ավելի զգուշորեն հանդիպումներն անցկացնել, նախապատրաստական փուլում են այսպես ասեմ գտնվում, քանի որ երկու թիմն էլ մասնակցելու է AFL-ի 2025-26 թվականների անցկացվող Winter Cup մրցաշարին, որի վիճակահանության արդյունքները կարող եք հետևել AFL-ի Instagram-յան էջով։ Հիմա տեսանք փոխանցում, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու կիրացնեն եզրային նետում Ինտերի ֆուտբոլիստները։ Տեր-Խաչատյանն ուղարկեց գնդակը Մանուկյանին։ Փոխանցում ենք տեսնում դեպի Վարդանյանը։ Նավասարդյան։ Մնաց գնդակով Արման Նավասարդյան ու շատ հաջող փոխանցում է կատարում դեպի աջ, որտեղ գրոյն է միացել Արման Տեր-Խաչատրյանը։ Փոխանցում, բայց այստեղ փակեց գնդակի ճանապարհը Պապյանը Սելտայի կազմից։ Ու հիմա Սելտայի պատասխանին ենք ականատես լինում Բոքսյան։ Թույլ ստացվեց փոխանցումը եւ Վարդանյանը կարողացավ վերացնել գնդակը, բայց չի ավարտվել Սելտայի գրոհը։ Հիմա արդեն ավարտված է, հարվածը բարձր է ստացվում այս դրվագում Վարդգես Ադամյանի կատարած ու հարված կլինի արդեն Մինաս Ղազարյանի պաշտպանած դարպասից։ Տեր-Խաչատրյան դեպի ձախ ուղարկեց գնդակը, որտեղ Դավթյանն է։ Վարդանյան
Տեսնենք ինչ որոշում կայացնի Ինտերի 9 համարը, փոխանցում կատարեց առաջ, բայց այստեղ կորցրին գնդակը Ինտերի ֆուտբոլիստները, Սելտան էլ սկսում է խորքից, Ենգիբարյան, լավ փոխանցում տեսանք, բայց այստեղ նորից խլեցին գնդակի Ինտերի ֆուտբոլիստները, հարված են նույնիսկ տեսնում, բայց Այդինյանը հեռացեց գնդակը ու կտեսնենք առաջին անկյունային այս խաղում, որը կիրացնի Ինտերը, արագորեն խաղարկում են Ինտերի ֆուտբոլիստները գնդակը։ Պողոսյան կա փոխանցումը ու Նավասարդյանի հարվածը բարձր է ստացվում։ Պապյան Առաջ փոխանցում տեսանք, բայց նորից անդասցել փոխանցում ու Տեր Խաչատրյանն է առաջին արձագանքում գնդակին ուղարկելով այն խաղընկերոջ Արամ Վարդանյանի ուղղությամբ։ Նորից Տեր Խաչատրյանն է փոխանցում դեպի Վարդանյանը, գուցե հերվից կրակի Վարդանյանը կա հարվածը, բայց Գևոր Վարդանյանի կատարած հարվածը մի փոքր բարձր ստացվեց։ Ու Այդինյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Փոխանցում ենք տեսնում դեպի հարցակման գծում գտնվող Հարություն Բոքսյանը, բայց փոխանցումը չհասավ նրան։ Հիմա էլ հեռացրեց գնդակը Արման Եփեմյանն ու Եզիս կնետի Ինտերը։ Վարդանյան Լավ փոխանցում տեսանք դեպի Արամ Վարդանյանը, բայց Վարդանյանի փոխանցման ճանապարհը փակվեց, չնայած գնդակը մնաց Ինտերի ֆուտբոլիստերի մոտ։ Տեր Մանուկյանն ուղարկեց գնդակը Պողոսյանի, վերջինս հասցեագրում է գնդակը Տեր Խաչատրյանի ուղղությամբ, բայց Սելտայի պաշտպանները հաջող գործեցին այս դրվագում։ Սենեկ Քերիմյան զարգացնում է Աշեզով արագություն Սելտայի ավագը, բայց կարողացավ ազատվել այս 3 մրցակիցների հսկողությունից, չնայած Ենգիբարյանի փոխանցումը չանցավ ու հիմա Ինտերը շատ վտանգավոր գրոյի է անցել, բայց Պողոսյանի կատարած հարվածը տեսանք, որը բարձր է ստացվում նույնպես։ Տեր Խաչատրյան դեպի առաջ փոխանցում տեսանք ու գնդակը նորից այստեղ Դավթյանը հասցեագրեց Տեր Խաչատրյանին, նորից փոխանցում Նավասարդյանի ուղղությամբ ու կրունկով փորձեց եզրափակել փոխանցումը, Նավասարդյանը չստացվեց, հիմա նորից խլում են գնդակի Ինտերի ֆուտբոլիստները, Դավթյան Պողոսյանին է ուղարկում գնդակ, իսկ Պողոսյանի հետ փոխանցումը չանցավ եւ Սելտայի արագ պատասխանին ականատես լինենք։ Այստեղ էլ Վարդանյանն է հաջող պաշտպանում, թույլ չտալով Ադամյանի շրջանցել իրեն ու հիմա արդեն անցել է գրոյին Մանուկյանը։ Տեր Խաչատրյան չանցավ այստեղ Տեր Խաչատրյանի փոխանցումը ու Սելտան նորից ունի լավ հնարավորություն։ Տեսնում ենք դեպի Բոքսյանը փոխանցում ու վերջին պահին կարողանում է Վարդանյանը հեռացնել գնդակը, հիմա էլ կտեսնենք Սելտայի առաջին անկյունայինը։ Պողոսյան Շատ լավ փոխանցում կատարեց Նավասարդյան, կախեց գնդակը դարպասապայի վրայով, բայց բարձր ստացվեց մի փոքր, այո, երկու լավ հնարավորություն առնվազն ուներ Նավասարդյան այս խաղում, բայց առայժմ հանդիպման հաշիվը բացված չէ։ Սենեկ Քերիմյան, մնաց գնդակով Գարիկ Սենեկ Քերիմյանը։
դեպի Ենգիբարյանը փոխանցում ենք տեսնում։ Ենգիբարյանն էլ հասցեակեց այստեղ գնդակը Բոքսյանի ուղղությամբ, բայց մի փոքր ուժեղ էր այն ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Սխալվում են Ինտերի ֆուտբոլիստները պաշտպանություն դուրս գալիս, Դուրգանյանն է խլում գնդակը մրցակցից ու այն ուղարկում է դեպի աջ, Ենգիբարյան նորից Սեդեկ Քերիմյանն է գնդակով, թողեց գնդակը Ենգիբարյանին, օդային փոխանցում տեսանք ու Տեր Խաչատրյանը առաջինը արձագանքեց գնդակին հեռացնելով այն, հիմա եսից կնետի Սելտան, Պապյանը կկատարի եզրային նետումը, շատ լավ էր նկատել Սեդեկ Քերիմյանին ու ինչ է այստեղ ոչ դարպասի գրավումը արձանագրված չէ, քանի որ ոչ ոք չդիպավ գնդակին, այո, եթե լիներ հպում ցանկացած մեկի կողմից, ապա գոլը կարձանագրվել, բայց առանց հպման եզրային նետումից կատարած փոխանցումից հետո դարպասի գրավումը չի արձանագրվում ֆուտբոլում։ Տեր Խաչատրյան շատ լավ փոխանցում նորից դեպի Նավասարդյանը, Պողոսյան ու բարձր է ստացում հիմա էլ Ինտերը կատարած հարվածը։ Պապյան Նավասարդյանը կարողացավ այստեղ խլել գնդակը դեպի առաջ փոխանցում, բայց ոչնչից այստեղ Ինտերը վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն, այո դուրս եկավ Այդինյանը գնդակը ֆիքսելու համար, բայց չստացվեց այս դրվագում ու հիմա արդեն անկյունային կիրացնի Ինտերը։ Հաղարկում են Ինտերի ֆուտբոլիստները գնդակը, Տեր Խաչատրյան ստացվեց հարվածը ու գնդակով Բոքսյանն է, բայց մի փոքր անհաջող ստացվեց այստեղ Բոքսյանի փոխանցումը, չնայած գնդակը մնաց Սելտայի ֆուտբոլիստների մոտ։ Պապյան ուղարկեց գնդակը դեպի ձախ ու եզրային նետում հիմա կիրացնեն Սելտայի ֆուտբոլիստները։ Այո, թիմերի ցուցադրած խաղից երևում է, որ դրանք պարզապես ցանկանում են զերծ մնալ վնասվածներից այս խաղում, մանավանդ որ ոչինչ չի փոխի որևէ թիմի հաղթանակը մրցաշարային աղյուսակում, իհարկե ցանկալի է վաստակել Էլիտլիգայում հերթական 3 միավորը, բայց դա կրկնում եմ, ոչինչ չի փոխի Նավասարդյան, հիմա արդեն գնդակը հայտնվեց դարպասում 1-0, Ինտերը բացում է հանդիպան հաշիվը։ Նավասարդյան 1-0 Ինտերն առաջ է հասնում հաշվի մեջ, այո օգտվեց այս անգամ հնարավորությունից Նավասարդյանը ու արդեն ունենք դարպասի գրավում այս խաղում։ Ես իսկ նետի Սելտան Պապյան Գտավ Դուրգանյանին, վերջինս այդ փոխանցում կատարեց դեպի պաշտպանության խորք ու գրոհի տեղափոխություն դեպի աջ, Ենգիբարյան նորից Դուրգանյանն է միացել Սելտայի գրոհին, հարված կատարեց այս դրվագում Դուրգանյանն ու այն բարձր ընթացավ, հարված կլինի արդեն Ղազարյանի պաշտպանած դարպասից։ Դավթյան խլեցին այստեղ Սելտայի ֆուտբոլիստները գնդակը Բոքսյան վտանգավորը, բայց այստեղ հեռացրեց գնդակը Ռուբեն Մանուկյան ու հիմա Ինտերը նետվում է առաջ, հիմա էլ հաստրեց պաշտպանությունը հաջող գործել Սելտայի 5 համարը Արման Եփեմյանը, իսկ այստեղ
Դավթյանը շատ հաջող գործեց գնդակ ուղարկելով Նավասարդյանին, իսկ Նավասարդյանի հետ կատարած փոխանցումը փակեց Պապյանը Սելտայի կազմում ու գնդակով հիմա արդեն Սելտայի ֆուտբոլիստներն են։ Պապյան Դիփա են պայքարում Պողոսյանը հաջող գործեց ու վաստակեց եզրային նետման հնարավորություն, ինքն էլ կատարեց եզրային նետումը։ Վարդանյան, Նավասարդյանի հետ հաջող պատխաղարկում էր, հարվածնել կա, բայց Պապյան այստեղ սահանքման գնով կարողացավ դիպչել գնդակին ու հեռացնել այն անկյունային։ Հիմա հարված ենք տեսնում Տեր Խաչատրյանի կատարմամբ ու նորից բարձր է ստացվում հարվածը։ Այդինյան աղարկում է գնդակը Ենգիբարյանի հետ ու դուրս եկավ այստեղ գնդակը դաշտի սահմաններից կլինի եզրային նետում վտանգավոր է, բայց այստեղ Պողոսյանի ճանապարհը նորից փակեց Պապյանը Վարդանյան ուղարկեց գնդակը Արամ Վարդանյանի ուղղությամբ վերջինս դեռ մնաց գնդակով Հիմա էլ Գևորգ Վարդանյանն է գնդակով Տեր Խաչատրյան բայց այստեղ հաջող գործեցին Սելտայի ֆուտբոլիստները Ավետիս Դուրգանյան Շատ հաջող փոխանցում ենք տեսնում դեպի աջ, որտեղ Ենգիբարյանն է Այո, Սելտան օրեր առաջ շատ հետաքրքիր ու թեժ պայքարներում զախողեց իր ելույթները, թե վտանգավոր է Նավասարդյան չստացվեց այստեղ հարված, այո, Չեմպիոնների լիգայի կիսայի եզրափակիչ փուլի ուղեգիտ նվաճելու համար 1 հաղորդի պատասխան խաղում ավելի ճիշտ կլինի ասել կարողացան կամային որակներով առաջին խաղը պարտվելուց 4-2 հաշվով վերադառնալ խաղ ու հաղթել Բորուսիա Մյունխեն-Գլադբախի նույն հաշվով 4-2 հաշիվը գրանցվեց պատասխան խաղում, այո, իսկապես ովքեր դիտել են կփաստեն վերջին հնարավորությունն էր տվել մրցավարը Սելտային եզրային նետում իրացնելու, որտեղ Ենգիբարյանի կատարած փոխանցումից հետո Դուրգանյանը կարողացավ դիմակայությունում հավասարություն մտցնել, բայց այդ խաղի 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Սելտան Գլադբախին ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից, իսկ դրանից մի քանի օր առաջ նույնպես թիմը պայքարում էր 3-րդ ճակատով, այնտեղ Summer Cup-ի շրջանակներում հաղթում էին 5-2 հաշվով Մոնցային, հետո 3 գնդակ բաց թողեցին, հանդիպումը գնաց նորից այդ խաղային 11 մետրանոց հարվածաշար, որտեղ թիմը նորից զիջողի կարգավիճակում հայտնվեց, այո, իսկապես 11 մետրանոց հարվածաշարերը այս երկու դեպքում հաջողություն չբերեցին Սելտային, Նավասարդյան շատ լավ փոխանցում է դեպի Պողոսյանը, նորից Նավասարդյան հարվածել կա ու Այդինյանը վերցնում է գնդակը։ Իսկ հիմա արդեն Սելտան գտնվում է ու նաև Ինտերը, այո, երկու թիմերն էլ իհարկե այս ընթացող մրցաշրջանից բացի էլիտ լիգայի մասին է իհարկե խոսքս, ոչ մի առնչությունում ելույթներ չեն ունենում, արդեն ավարտել են իրենց ելույթները և պատրաստում են գալող մրցաշարին Winter Cup-ին, որի մեկնարկը կտրվի հաջորդ շաբաթ։ Ենգիբարյան Գրոյ տեղափոխություն դեպի ձախ, որտեղ Պապյանն է Առաջ փոխանցում ենք տեսնում Բոքսյանի ուղղությամբ Ավետիս Դուրգանյան Բարձից ուղարկեց գնդակը մրցակցի Տուգանային հրապարակ, վտանգավոր է, հարվածը կա այստեղ, բայց մի փոքր բարձր է ստացվում Վարդգես Ադամյանի կատարած հարված ու հարված կլինի արդեն Ղազարյանի պաշտպանած դարպասից
Տակյանն է գնդակով։ Այստեղ հաջող խլում կարողացավ կատարել Ինտերը, Արման Նավասարդյան կա փոխանցում ու Ենգիբարյանն է հեռացնում գնդակը, Նալտակյանն է նորից առաջին արձագանքում գնդակին ուղարկելով այն դարպասապայի ուղղությամբ, հիմա պրեսինգ է գնացել Սելտան ու հաջողվեց Բոքսյանին հագել փոխանցման ճանապարհը, բայց գնդակը չհայտնվեց դարպասում։ Ադամյան Բարսից կա փոխանցում Բոքսյան ու հիմա արդեն գնդակը ցանցում է 1-1 Սելտան հավասարեցնում է հանդիպման հաշիվը։ Բոքսյան 1-1 հանդիպման հաշիվը արդեն հավասար է ու տեսնենք արդեն ինչ կմատուցեն թիմերը առաջի խաղակեսի վերջին հատվածում, քիչ է մնացել առաջի կեսի ավարտին։ Այդինյան վերսեց այստեղ գնդակ ու այն նետում է Ենգիբարյանի ուղղությամբ։ Սենեկ Քերիմյան շատ լավ գրոյի անցել Սելտան, Սենեկ Քերիմյան ու 2-1 Սելտան առաջ է հասնում հաշվի մեջ։ Այո, 1 րոպեի ընթացքում կարողացան 2 գնդակ հեղինակել Սելտայի ֆուտբոլիստները ու ստանում են հանդիպման հաշվի մեջ առավելություն այս խաղում առաջին անգամ։ Մանուկյան դեպի առաջ փոխանցում, բայց այստեղ չկար ոչինչ ու հարված կլինի Այդինյանի դարպասից։ Ենգիբարյանն է գնդակով։ Դեպի Բոքսյան ուղարկեց, վերջինս էլ շատ հաջող գնդակը հասցեագրեց Սենեկ Քերիմյանին։ Դուրգանյան նորից փոխանցում է կատարում այստեղ Դուրգանյանը, բայց չանցավ գնդակը, հիմա էլ Պապյանն է խլում գնդակը մրցակցից ու կար այո խաղի կանոնների խախտում։ Տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն Սելտայի ֆուտբոլիստները, բավական մոտ է տարածությունը, գնդակի մոտ Դուրգանյանն է, կա մրցավարի Սուլիչը, Դուրգանյան, հարված ու Ղազարյանը հետ է մղում գնդակը, գնդակն էլ հեռացված է Ինտերի պաշտպանությունից։ Այդինյան այստեղ փորձեց հեռացնել գնդակը, բայց ոչ այնքան հեռու, եզրից կնետեն Ինտերի ֆուտբոլիստները։ Պապյան դեպի առաջ փոխանցում կատարեց Բոքսյանի ուղղությամբ, այստեղ անցել էր գնդակը Վարդանյանից, ինչին չէր սպասում Բոքսյանը, այո, եթե հավատար Բոքսյանը, որ գնդակը կհասցնեն, ապա կզարգացներ արագություն, այստեղ կար այո խաղի կանոնների խախտում Պապյանի կողմից։ Արագ խաղարկում է Ինտերը գնդակը ու Նավասարդյանի հարվածը բարձր է ստացվում։ Ենգիբարյան համար պայքարել ընթանում գնդակի համար, բայց Ինտերը վաստակում է եզրային նետման հնարավորություն, Նավասարդյանն է նետում եզրից Վարդանյանի ուղղությամբ։
ու նորից գնդակը կլինի Ինտերին, այո։ Դավթյան հետ փոխանցում կատարեց Մանուկյան, տեսնենք այս գրոն ինչի կվերածեն Ինտերի ֆուտբոլիստները։ Վարդանյան ներվից հարված ու գնդակը շեղությամբ է ընթանում։ Այո, մեկ րոպե մինչ առաջի խաղակեսի ավարտը։ Տեսնենք այս վերջին րոպեն ինչպես կասկածեն թիմերը, Մանուկյան ուղարկեց գնդակը Վարդանյանին, բայց հաջող չէր այստեղ Վարդանյանի փոխանցումը, Ենգիբարյանն էլ փորձեց փոխանցումը դուր գալ, պաշտպանությունը չստացվեց։ Ու հիմա եզից կնետի Ինտերը, վերջին հնարավորությունը, վերջին գրո առաջի խաղակեսի կարծում եմ Ինտերը կատարմամբ կտեսնենք։ Նավասարդյան ուղարկեց գնդակը Մանուկյանին, հարված կա անդրադարձ ու գնդակը հիմա էլ արդեն աչ եզրում է, փոխանցում ենք տեսնում այստեղ Նալտակյանի կատարմամբ չանցավ, հիմա գնդակը նորից Նալտակյանն է ու նորից չի հասնում, գնդակը Սենեկ Քերիմյանն է հիմա էլ զարգացնում արագություն աչ եզով, կա փոխանցումը, բայց Վարդանյանը կանգնեց գնդակի ճանապարհին, չի ավարտվել Սելտայի գրոհ, ևս մեկ փոխանցում, Դուրգանյանը հարված ու պաշտպաններն իրենց վրա ընդունեցին գնդակը, առաջի խաղակեսն հենց այստեղ ավարտվում է, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլիստներն մեկնարկում է էլիտ լիգայի շրջանակներում ընթացող Սելտան ընդդեմ Ինտերի հանդիպման երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-1 է օգուտ Սելտայի ֆուտբոլիստերին, նախ կարողացավ Նավասարդյանը բացել հանդիպան հաշիվը Ինտերի կազմում, հետո էլ արդեն 1 րոպեի ընթացքում Սելտան գրավեց 2 անգամ մրցակցի դարպասը, Բոքսյանն ու Սենեկ Քերիմյանը դարձան գոլերի հեղինակներ ու առաջի կեսն ավարտվեց հենց այդպես 2-1 հաշվով։ Հիմա երկրորդ կեսում տեսնենք ինչ կմատուցեն թիմերը մեզ, նորից վերիչենք թիմերի մեկնարկային կազմերը ու Ինտերից սկսենք, ում դարպասը պաշտպանում է Մինաց Ղազարյանը համար 1, Ռոբեն Մանուկյան համար 4, Արման Տեր-Խաչատյան համար 5, Մհեր Դավթյան համար 6, Մարկ Պողոսյան համար 8, Արամ Վարդանյան համար 9, Արման Նավասարդյան համար 10, Գևոր Վարդանյան համար 17 և Արամ Նալտակյան համար 22, հիմա հարված ենք տեսնում շատ վտանգավոր ու դարպասաձողն է օգնության գալիս Սելտային։ Սելտայի դարպասն էլ պաշտպանում է Տիգրան Այդինյանը համար 90, Միքայել Մարտիրոսյան համար 3, Ավետիս Դուրգանյան համար 4, Արման Եփրեմյան համար 5, Դավիթ Հարությունյան համար 7, Գարիկ Սենեքերիմյան համար 11, Լեո Պապյան համար 15, Արամ Ենգիբարյան համար 17, վտանգավոր հարված է կատարում նորից Նավասարդյանը, բայց Եփրեմյանը իր վրա ընդունեց գնդակը։ Այո, Արամ Ենգիբարյան համար 17, Սուրեն Ղուկասյան համար 23, Վարդգես Ադամյան համար 30 և Հարություն Բոքսյան համար 77։ Դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից, այո, ու եզից կնետի արդեն Սելտան։ Դեպի առաջ փոխանցում ենք տեսնում, բայց հենց Սելտայի ֆուտբոլիստից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու հարված կլինի Ղազարյանի պաշտպանած դարպասից։ Վարդանյան մի փոքր ուժ է ստացված գնդակը այստեղ հասնելու համար Դավթյանին, բայց վերջինը սպայեց այն իր մոտ, հիմա էլ Դավթյանի փոխանցումները անհասց է։ Ենգիբարյան կրոյ տեղափոխություն դեպի ձախ, բայց այստեղ Նալտակյանի շնորհիվ Ինտերը վաստակում է եզրային նետման հնարավորություն, ինքն էլ կիրասի եզրային նետում, ուղարկեց գնդակը Նավասարդյանին, նորից Նալտակյան կա փոխանցում ու արդեն անկյունային հարված կիրասն Ինտերի ֆուտբոլիստները։ Հարված կլինի Սելտայի դարպասից։ Ենգիբարյան հասցրեց այստեղ փոխանցում կատարել Ենգիբարյանը։
Շատ լավ անցում է ձեռնարկել Վարդանյանը, վտանգավոր է Վարդանյան, Նավասարդյան կահարված ու Այդինյանը այստեղ ֆիքսեց առաջին իսկ հնարավորությունից գնդակը, Ռոքսյանը հաջող տողեց գնդակը Դուրգանյանին, բայց ուշ նկատեց Դուրգանյանը Սենեկ Քերիմյանի միացումը, այլապես եթե հետևեր փոխացում միայնակ կմնար դարպասապահի դիմաց Սենեկ Քերիմյանը։ Հիմա նորից նա է գնդակով Դուրգանյան շարժվում է առաջ Դուրգանյանը, հաջող անցում էր, բայց հարվածի ճանապարհը Մանուկյանը փակեց, չի ավարտվեց Սելտայի գրոս Սենեկ Քերիմյան։ Հարված ենք տեսնում այստեղ էլ Պապյանի կատարմամբ ու Նալթակյանը իր վրա ընդունեց գնդակը։ Անկյունային հարված կիրացնի հիմա Սելտան, Սենեկ Քերիմյանն է գնդակի մոտ, կա փոխանցումը ու նորից Նալթակյանն է հեռացնում գնդակը ուղարկելով այն Նավասարդյանի ուղղությամբ, վերջինս էլ հասցեագեց գնդակը Պողոսյանին ու նետվում են առաջ Ինտերի ֆուտբոլիստները, Պողոսյան և անկյունային կիրացնի հիմա Ինտերը դուրս եկավ գնդակը այստեղ Ենգիբարյանից, Վարդանյան, վտանգավոր է, բայց չարձագանքեց այստեղ ոչ ոք գնդակին, Մանուկյան հերվից հարվածի փորձ Պապյանն է հեռացնում հիմա էլ գնդակը։ Մանուկյան Սենեկ Քերիմյանը կարողացավ հեռացնել գնդակ ու Ինտերը կսկսի խորքից։ Դավթյան դեպի ձախ փոխանցում տեսանք, բայց ուժեղ ստացվեց ու գնդակը կլինի արդեն Սելտայինը։ Դուրգանյանը հիմա էլ ուժեղ է ստացվում Դուրգանյանի կատարած փոխանցումը։ Նավասարդյանից դուրս եկավ այստեղ գնդակ ու եզրային նետում կիրացնի Ենգիբարյանը։ Կա փոխանցումը, բայց այստեղ Ինտերի պաշտպաններն էին վերադասավորված, հիմա էլ Պապյանը շատ հաջող գործեց հեռացնելով գնդակը։ Մանուկյան դեպի Պողոսյանը փոխանցում տեսանք, բայց Պողոսյանի փոխանցումը այստեղ չանցավ։ Սենեկ Քերիմյանն է հիմա պայքարում ու պահում գնդակի իր մոտ, հաստրեց փոխանցում կատարել այստեղ Սենեկ Քերիմյանը, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում, այո, Վարդանյանի կողմից։ Սենեկ Քերիմյանն է տեղադրել գնդակ, ինքն էլ կկատարի հարվածը, կա մրցավարի Սուլիչը, Սենեկ Քերիմյան, հարված, բայց Ղազարյանը վերցնում է գնդակը։ Մի փոքր թույլ ստացվեց Սենեկ Քերիմյանի կատարած հարվածը։ Հիմա եզրային նետում է իրացնում Նավասարդյանը։ Ենգիբարյանը հետ ուղարկեց գնդակը, բայց Նավասարդյանն էր այստեղ պայքարում գնդակի համար Ինտերի կազմում, շնայած շատ բարդ իրավիճակում էր ու չկարողացավ պահել գնդակի իր մոտ Սենեկ Քերիմյան, անհատական վարպետությունն է այստեղ գործի լինում Սենեկ Քերիմյանը ու վերջում էլ հաստրեց փոխանցում կատարել Դուրգանյան,
Բոքսյան վտանգավորը շատ լավ փոխանցում ու այստեղ Դուրգանյանի հարվածը ստացվեց, բայց ոչ այնպես ինչպես իհարկե հարկն էր։ Եթե կարողանար ավելի լավ շեղեր գնդակի ուղղությունը Դուրգանյանը, ապա արդեն այլ հաշիվ կտեսնեինք, բայց սա անկման գնով նույնպես հարված կատարեց Դուրգանյանը, միայն մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը։ Դավթյանը երկրորդ հարգում հաջող գործեց, բայց այստեղ էլ Եփրեմյանն է հեռացնում գնդակը։ Դավթյան Ենգիբարյան, չանցավ Ենգիբարյանի այս փոխանցումը։ Հիմա այլ վտանգավոր գրոյի անցել Ինտերը Պողոսյան հաշիվը հավասար է 2-2, Ինտերը հաշվի հավասարությունը վերականգնում է։ Մարկ Պողոսյան 2-2, այո, իսկապես շատ արագ ու հաջող գրող կազմակերպեցին Ինտերի ֆուտբոլիստները, խորքից հետևեց Տեր-Խաչատյանի ֆանտաստիկ փոխանցումը, որից հետո Պողոսյանը գրավեց մրցակցի դարպասը։ Գրոհում էին հիմա Սելտայի ֆուտբոլիստները, բայց փակվեց այստեղ գնդակի ճանապարհը։ Ադամյանի կատարած փոխանցումից հետո ու նորից գնդակի Ինտերի ֆուտբոլիստների մոտ է Վարդանյան։ Շատ հաջող ուղարկեց գնդակը Դավթյանին, բայց Դավթյանի փոխանցումը այստեղ չանցավ։ Պապյան կար, այո, կար խաղի կանոնների խախտում։ Խորքից փոխանցում ենք տեսնում Ենգիբարյանը հարվածնել կա, բայց հիմա հորիզոնական դարպասաձողն է օգնության գալիս արդեն Ինտերի ֆուտբոլիստերին։ Մարկ Պողոսյան կար, այո, կար խաղի կանոնների խախտում այստեղ Պողոսյանի նկատմամբ։ Արագ խաղարկում են Ինտերի ֆուտբոլիստները գնդակը Վարդանյան։ Դեպի Գևոր Վարդանյանն ենք փոխանցում տեսնում։ Տեր-Խաչատրյան։ Ու այստեղ շատ հաջող պաշտպանվեց Եփրեմյանը, բայց վտանգավոր է Բոքսյան հարվածը կա ու Ղազարյանը հեռացնում է գնդակ, այո, ուզում էի ասել, բայց չէր անցնում Ադամյանի փոխանցումը, հետո արդեն գնդակը հասավ Բոքսյանին, որից հետո հարված հետևեց դարպասի ուղղությամբ ու Ինտերի դարպասապահը կարողացավ հեռացնել գնդակը։ Հիմա տեսնենք այս անկյունային ինչպես կխաղարկեն Սելտայի ֆուտբոլիստները։ Բարսից փոխանցում ենք տեսնում Բոքսյան հարվածնել կա, բայց սա ավելի շատ փոխանցում ստացվեց դեպի Ադամյանը, ևս մեկ փոխանցում, իսկ սա արդեն ուժեղ էր։ Վարդանյան, չանցավ այստեղ Վարդանյանի փոխանցումը։ Հիմա Սելտայի ֆուտբոլիստները նորից նետվում են աչեզրով առաջ, բայց Դավթյան այստեղ հաջող գործեց պաշտպանությունում, զարգացնում է ինքն էլ արագություն, վտանգավոր է Պողոսյան և 3-2 Ինտերն առաջ է հասնում հաշվի մեջ։
Դուբլ Պողոսյանի անվան դիմաց Ինտերը նորից առաջ է անցնում հաշվի մեջ այս խաղում արդեն երկրորդ անգամ ու Սելտան էլ նույնպես երկրորդ անգամ հայտնում է պարտվողի կարգավիճակում այս խաղում։ Հիմա տեսնենք ինչով կփորձի պատասխանել Սելտան։ Տուրգարյանն առաջ շարժվում, թողեց գնդակ Արամ Ենգիբարյանին։ Հերո թողեց Ենգիբարյանն էլ գնդակ ու Վարդանյանը այն հեռացնում է դեպի առաջ։ Վարդանյան վտանգավոր գրոհի է անցել Ինտերը, Վարդանյան կա դեպի աջ փոխանցում Նալտակյան վտանգավոր է Վարդանյան, բայց բարձր է ստացվում այստեղ Վարդանյանի կատարած հարվածը։ Դեպի Բոքսյաններ ուղղված փոխանցումը չանցավ։ Սենեկ Կերիմյան։ Հիմա Լապսյանն է փակում գնդակի ճանապարհը ու շարժվում էլ հենց ինքն էլ առաջ։ Դեպի Պողոսյաններ ուղղված գնդակը չհասավ, Եփեմյանն է հիմա զարգացնում արագություն 4-2-ին դիմաց նետվել են առաջ Սելտայի ֆուտբոլիստները, բայց չանցավ այստեղ Եփեմյանի փոխանցումը։ Խաչատրյան Աչից կատա արբերակ գտավ հարցակման Կետրոնու Պողոսյանին հարվածը կա ետը մղված Նալտակյան ու Այդինյան այստեղ փրկում է հիմա արդեն Սելտային։ Սենեկ Կերիմյան կարողացավ այստեղ մնալ գնդակով Սելտան Սենեկ Կերիմյան ու Ղազարյանը նորից փրկում է Ինտերին։ Լավ հարված կատարեց Սենեկ Կերիմյանը, բայց դարպասապահը տեղում էր։ Բոքսյանը կիրասնի անկյունայինը։ Բոքսյան փոխանցում մրցակցի Տուգանային հրապարակ, բայց այստեղ Նալտակյանն է հաջող գործում, մնաց գնդակով Ինտերը Պողոսյան։ Մնաց գնդակով Մարկ Պողոսյանը, նորից ուղարկում է գնդակը Նալտակյանին, շատ լավ էր մտածել Նալտակյանը այստեղ, բայց փոխանցումը չհասավ Պողոսյանին։ Եթե հասներ, ապա շատ գեղեցիկ կոմբինացիա կտեսնեինք խաղադաշտում, բայց Սելտայի պաշտպանները շատ վստահ գործեցին։ Հիմա սխալ Ինտերի պաշտպանությունում հարված ու Գևորգ Վարդանյանը այստեղ սահանքման գնով կարողացավ հեռացնել գնդակը Վարդգես Ադամյանի կատարած հարվածից հետո եւս մեկ անկյունային հարված հիմա կտեսնենք Սելտայի ֆուտբոլիստների կողմից։ Խաղարկում են անկյունայինը, բայց պետք է այն նորից իրացնել, այո, տեղի ունեցավ փոփոխություն այս ընթացքում Ինտերի կազմում։ Հիմա արդեն կա վրցավարի սուրիչը, Սենեկ Կերիմյան ու խլեցին այստեղ Ինտերի ֆուտբոլիստները գնդակը եւ քանակական առավելությամբ շարժվում են առաջ Նավասարդյան հարված ու այստեղ Այդինյանը փայլուն սեյֆ գրանցեց իր անվան դիմաց հեռացնելով գնդակը, իսկապես կրակեց Նավասարդյանը մոտ տարածությունից, բայց Այդինյանը կռայել էր անկյունը եւ հեռացեց գնդակը։ Նավասարդյան փոխանցում ու սա հարված ստացվեց Խապուսիկ Նավասարդյանի կողմից, բայց Այդինյանը նորից այս դրվագում կարողացավ հեռացնել գնդակը, հիմա էլ անկյունային կիրասնի Ինտերը հակառակ եզրից։ Ցածրից փոխանցում ենք տեսնում այս անգամ ու Նավասարդյանն է նորից հայտնվում հարվածային դիրքում, բայց նորից Այդինյանը ֆիքսում է գնդակը։
Գիբարյան դեպի առաջ փոխանցում կատարեց Գիբարյան, այն չասավ Բոքսյանին, բայց այստեղ էլ Պողոսյանն է խախտում խաղի կանոնները։ Սենեկ Քերիմյան խլեցին Ինտերի ֆուտբոլիստները, գնդակը Նավասարդյանն է շարժում առաջ, Նավասարդյան, բայց Սենեկ Քերիմյանը հաստրեց պաշտպանությունում ու հիմա կար խաղի կանոնների խախտում Նավասարդյանի կողմից։ Արագորեն խաղարկում է Սելտայի ֆուտբոլիստները գնդակը։ Դուրգայան հաջող անցում էր, կա փոխանցումը, հիմա էլ Վարդանյանն է փակում գնդակի ճանապարհը, իսկապես հանդիպան վերջնամասը էլ ավելի ակտիվ են անցկացնում թիմերը, Պողոսյան եւ ես իսկ նետի Ինտերը։ Պողոսյան հետ փոխանցում կատարեց Դարպասապ Ղազարյանի ուղղությամբ։ Դուրգանյանն այստեղ հաջող գործում խլելով գնդակը, բայց փոխանցումը չանցավ այստեղ Դուրգանյանի, չնայած գնդակը մնաց Սելտայի ֆուտբոլիստների մոտ։ Հիմա արդեն հասցրին փակել գնդակի ճանապարհը Ինտերի պաշտպանները։ Ու կար այո այստեղ խաղի կանոնների խախտում Վարդանյանի նկատմամբ։ Խաչատրյան առաջ ուղարկեց գնդակը, բայց այստեղ Եփեմյանն է առաջինը արձագանքում գնդակին, կատարում է փոխանցում դեպի Սենեկ Քերիմյանը, Սենեկ Քերիմյան վտանգավոր է, Սենեկ Քերիմյան արջիվը հավասար է 3-3, անհատական վարպետություն այստեղ գործի դրեց Գարիկ Սենեկ Քերիմյանը ու հավասարեցեց այս հանդիպման հաշիվը։ Դուբլ գնացեց Սենեկ Քերիմյանը իր անվան դիված, նաև դեղին քարտով այստեղ պատժվեց մրցավարի կողմից խաղաշապիկը հանելու համար ու դա իհարկե բնականաբար հիմա չի հետաքրքրում նրան։ 3-3 տեսնենք արդեն հանդիպման վերջնամասում թիմերից որ մեկը կփորձի Կշեղքի նժարի կողմը թեքել, առայժմ երկու թիմերն էլ շատ հանգիստ ֆուտբոլ են ցուցադրում, շատ տեմպո ֆուտբոլ են ցուցադրում, արձակման գծում իհարկե, բայց երկու թիմերին էլ ձեռնտու է իհարկե այս արդյունքը, ցանկալի չէ պարտությունը, բայց այնպես էլ չէ, որ թիմերը այս հանդիպման արդյունքից ելնելով որևէ բան կփոխեն մրցաշարային աղյուսակում։ Հիմա տեսնենք այս ստանդարտ ինչպես կիրացնի Ինտերը։ Նավասարդյանն է գնդակի մոտ, կա Սուլիչը Նավասարդյան, բայց բարձր է ստացվում այստեղ հարվածը։ Մանուկյան, լավ գործեց այստեղ Մանուկյանը ու բայց գնդակի իր մոտ։ Վարդանյան ուղարկեց գնդակը Տեր Խաչատրյանին, վերջինս էլ քրոս դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց Ենգիբարյանը հաջող պաշտպանվեց, Սենեկ Քերիմյանն է հիմա շարժվում առաջ, Սենեկ Քերիմյան հասցրեց փոխանցում կատարել այստեղ Գարիկ Սենեկ Քերիմյանը, բայց այս փոխանցումը
Ադամյանի կատարած բարձր է ստացվում։ Մանուկյան փոխանցում կա, բայց հեռացին Սելտայի պաշտպանների գնդակը, չնայած գնդակը մնաց Ինտերի մոտ։ Նավասարդյան առաջ փոխանցում ենք տեսնում ու կարողանում են այստեղ Սելտայի ֆուտբոլիստները դուրս գալ պաշտպանությունից, բայց Վարդանյանը առաջինը արձագանքեց փոխանցման ու հիմա Նավասարդյանն է շարժվում առաջ։ Պողոսյան փոխանցում, բայց փակվեց այստեղ գնդակի ճանապարհը, անկյունային կիրասնի Ինտերը։ Նավասարդյան կա փոխանցումը, բայց Եփեմյանն է առաջինը հասնում գնդակին, իսկ Վարդանյանի սա անկումը գեղեցիկ ստացվեց այստեղ, եթե անցներ Եփեմյանը Վարդանյանին, ապա շատ վտանգավոր հակագրոհ իրացներ Սելտան։ Վարդանյան պայեց գնդակը դաշտի սահմաններում։ Մանուկյանն է գնդակով։ Դավթյան ոչ ներողություն եմ խնդրում, Պողոսյանն էր, ոչ թե Դավթյանը։ Նավասարդյան կա փոխանցումը, բայց Ենգիբարյանն է այստեղ առաջին արձագանքում գնդակին ու եզրից կնետեն Սելտայի ֆուտբոլիստները, Եփեմյանն է արագ խաղարկում գնդակը։ Վարդանյան նա փոխանցում կարողացավ կատարել դեպի Պողոսյանը, բայց Պապյանն է հաջող պաշտպանվում, հեռացնելով գնդակը եզրից կնետեն Ինտերի ֆուտբոլիստները։ Նավասարդյան մնաց գնդակով այստեղ Վարդանյանը, այդ փոխանցում Գևորգ Վարդանյանի ուղղությամբ, իսկ Վարդանյանի այս փոխանցումը առաջինը արձագանքեց Դուրգանյանը, ևս մեկ եզային հետում կիրասնի Ինտերը։ Վարդանյան շարժում է ձախ եզրով առաջ, թողեց գնդակ Արման Նավասարդյանին։ Լավ փոխանցում ենք տեսնում դեպի Վարդանյանը, վտանգավոր գրոհի անցել Ինտերը, Պողոսյան կա փոխանցում ու Ենգիբարյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, անկյունային հիմա էլ կիրասնեն Ինտերի ֆուտբոլիստները։ Վերջին ստանդարտը կարծում եմ այս խաղում կլինի, հիմնական ժամանակը արդեն ավարտվել է, տեսնում ենք փոխանցում, հեռացված է գնդակը, Բոքսյան պետք է գրավել դատարկ դարպասը, Բոքսյան վտանգավոր է, Բոքսյան հարված, բայց գնդակը չի այտվում դարպասում ու վերջը հանդիպումն ավարտված է, ոչ ոքի 3-3 հաշվով, իսկապես հետաքրքիր ու դիտարժան հանդիպում ստացվեց, բայց թիմերը բաժանվեցին խաղաղությամբ։ Իսկ խաղային օրը մեզ մոտ ավարտված է, բարի գիշեր ու ամենայն բարիք։